Ողջունեմ ձեզ Տեր Հիսուս Քրիստոսի անունով, որ մեզի համար բادرակ եղավ խաչին վրա։ Խոդնգայս պիտի երկենք 15 եւ 16-րդ շարականները։ Մինչ ոտքի ենք մեր փոխադարձ ընթերցումը պիտի լաթիվ 20 Աստվածաշունչ Մադյանը Ով դեր քու խոսքդ հավիտյան հաստատ է երկինքի մեջ որչափ կսիրեմ քու օրենքդ այն է ամեն օր իմ մտածությունս Քու Իմ ուսուցիչներս ավելի հանջարեղ եղա, վասնզի քու վկայություններդ իմ մտածությունս են։ Ձեր ավելի ասում եղա, վասնզի քու հրամաներ հայցի, ամեն կեր շամայեր իմ ոտերս երեքաշեցի, որպեսի քու ոսկր պահեն։ Քու թադաստաններդ չխոդորեցա, վասնզի թուն սորվեցուցիր ինձի, Որչափ քաղցր է քու խոսքդ իմ քիմքիս, մեղրեն ավելի անուշ է իմ փեռնիս։ Քու խոսքդ իմ ոտքերուս ջրակ է, ու իմ շարերներուս լույս։ Թուն հաստատ գեցիր այն բաներում մեջ, զորոնք սորվեցար ու հավատացիր, վասնզի գիտես թե որ մեզ սորված ես։ Նաև ու մանուտեներ գիտեր, սուրբ գիրքերը գիտես, որոնք Բոլոր քիրքը Աստծո շունչն է եւ օգտակար է սորվեցնելու, հանդիմանելու, շտկելու եւ արդարության խրատելու համար, որպեսզի Աստծո մարդը գադարյալ ըլլա ամեն բարի գործերու պատրաստված։ Դեր օրհներ խոսքին ընթերցումը գհրավիրեմ հովիվը, որ մեզ աուտկով դերոջկահում մոտեցնեն։ Մեր բաշտելի երկնավոր հայրը սրդանց փառք կուտան քեզի այս տերունական օրվան համար որ մեզի շնորհեցիր եւ դեր մենք գրցանք ու դաջարիտ մեջ հավաքվել ներգայությունդ վայելելու քեզի հետ հանդիպելու քու խոսքդ լսելու այո դեր քու խոսքդ մեր ոտքերուն ջրակ է մեր շավիρներուն լույս է մեղրեն ալ անուշ է մեր քիմքին Մեր ագանչներուն անուշ կհնչե, քու խոսքիդ մեջ զորություն գա, այո դեր Հիսուս թունը սիր, իմ խոսքերս հոգի և կյանք են, այս հավատքով կհավաքվինք, և գուզենք որ դեր քու խոսքդ մեր կյանքերուն մեջ հոգի և կյանք հլա, քու զորությանպդ կյանքը որ քեզի փառք և բադիվ կբերե, փառք կուտանք դեր քու խոստումներուդ համար,
Փառք ունենք քո օրհնություններուդ համար եւ դեր շնորհակալ ենք, որ մեզ առանցին չթողեցիր, ողորմեցար, քթացիր մեզի եւ չուզեցիր, որ մենք մեր մեղքերու մեջ մեռած մնանք։ Քու միածին որդիդ ղրգեցիր, որբեսի անով մենք կյանք ունենանք եւ ավելի կյանք ունենանք։ Փառք ունենք Տեր, իրապես քո օրհնությունները բազմաթիվ են։ Մենք ուրախ ենք քեզով։ Օգնե մեզի, որ մենք ալ քեզ ուրախացնենք մեր կյանքով, գործով, խոսքով, վարմունքով եւ թիր քորոշումով։ Եվ այսպեսով անունդ փառավորվի մեր կյանքերու մեջ եւ միջոցով։ Շնորհակալ ենք Տեր այս օրհնյալ առիթին համար եւ ուզենք, որ օրհնես մեզի հատուկ կերպով այցելես, խոսիս յուրաքանչյուրիս, փանաս մեր մտքերը եւ մեր հոս հավաքվելը սովորություն բչտարնա, հաբա դեր իրապես փոխվինք, մինչ խոսքդ կլսենք եւ լավ ըմբռնենք այն ճշմարտությունները, որ գուզես մեզի փոխանցել։ Քեզի գանցնենք այս պաշտամունքը, սկիզբեն մինչև վերջ թուն գարավարես։ Մեր նյութերն ալ քեզի կբերենք Տեր, հիշե մեր հիվանդները, սգավորները, բոլորին թուն օգնության հասնիս, անոնք, որոնք դժվար վիճակներու մեջ է գանցնին, անոնք, որոնք Տեր հուսահատության մատնված են, դխուր են, գաղութենք Տեր խոսքիդ միջոցով, թփչիս բոլորին։ Հիշե նաև մեր հայրենիքը, ողորմիս մեր ժողովուրդին, քեզի գանցնենք մեր հայրենիքին, մեր ժողովուրդին ներգան եւ աբական, քո հրաշներդ գադարես Տեր եւ ըլլա որ քո հոգիդ կործե մեր ժողովրդի ներսիտին, որբեսի հասկանանք, ըմբռնենք մեր թիրքը եւ այն բոլոր օրհնությունները, որ վայելած ենք որբես ժողովուրդ։ Եվ այսպեսով քեզի դառնանք խոնարհին եւ դեր սրդով քեզի հետևին եւ քեզ բաշտեն։ Ով դեր խրովյալ երկիրներն ալ քու շնորհած քայդ արչև գբերենք այդ բոլոր շրջաններու մեջ, ուր դեր դժվար վիճակներու մեջ գտնվող մարդիկ կան, բոլորին թուն ողորմիս օգնես եւ խաղաղությամբ այցելես։ Անարժանը փառք խնդրենք այս բոլորը Տեր Հիսուս քո արժանիքովդ եւ քո անունովդ փառքիդ համար ամեն։ Ամեն։ Մեր փառապանությունը շարունակենք երգելով 375-րդ երգը, որուն երրորդ տունը զանց վիդենենք։
Փառքլայս մեծ վստահության համար, որ Տերը մեզի պիտի հոգա մեր բոլոր գարդություններուն մեջ։ Մեր հաջորդ փառաբանությունը պիտի լա 527-րդ երգը։ Առանցին չեմ կյանքի շաղվին վրա, ինձի հետ է դերս Աստվածային։ Առանցին չեմ կյանքի շաղվին վրա, ինձի հետ է դերս Աստվածային։ Վստահ եմ միշտ առաջունքը ինձ նա, ուստի երբեք չեմ ես առանցին չեմ առանցին չեմ Շատ ուրախ ենք, որ փրկիչ ունենք, որ ոչ թե միայն մեզի փրկություն տվավ, այլ մեզի բարեկամ եղավ խոստանալով, մինչև մեր կյանքի վերջը մեզի հետ բարեկամ լալու։ Մեր վերջին երգը պիտի լա 823-րդ երգը, որուն երրորդ տունը զանց պիտի անենք։ Ապրիմ Հիսուսի նվիրյալ սուրբ կյանք եւ զինք հաջեցնեմ, գադարեմ իր կամք։
մեր հայդարարությունները գուզենել, որ մեդո նվիրահավաքը պիտի ունենանք, եւ ապա պիտի ունենտրենք մեներկմը Լևոն եղբայր Քալեմքերյանի գոմե։ Սիրելի քուրեր եղբայրներ, այսօրվա երկիրի անունը պարգենք մենք դալից քեզ, անշուշտ նոր դարերով է։ Պարգենք մենք դալից քեզ, քո հանուն ենք, բարձրացնում ենք մեր ձեռքերը, մեծանում ենք քեզ Աստված, պարգենք մենք դալից քեզ, քո հանուն ենք, բարձրացնում ենք մեր ձեռքերը, մեծարում ենք քեզ Աստված, ինչ մեծ ես տուն, հրաշքներ ես գադարում, չկա մեկը քեզ նման, Դեր Հիսուս, ամբողջ այս աշխարհում, ինչ մեծ ես տուն, հրաշքներ ես գադարում, չկա մեկը քեզ նման, Դեր Հիսուս, ամբողջ այս աշխարհում, դու միայն կրկում ես, արժանի ես, Արնելու պարկ և գովություն, հենցանով ենք մենք ավր, դու միայն կրկում ես, արժանի ես, Արնելու պարկ և գովություն, հենցանով ենք մենք ապրում, ինչ մեծ ես դու, հրաշքներ ես գադարում, չկա մեկը քեզ նման, Հիսուս, ամբողջ այս աշխարհում, ինչ մեծ ես դու, հրաշքներ ես գադարում, չկա մեկը քեզ նման, Դեր Հիսուս, ամբողջ այս աշխարհում, միշտ պիտի կովեմ ես, Հիսուս քեզ, կտությանդ սիրո համար, որ բրգում ես անդադար, միշտ պիտի կովեմ ես, Դեր Հիսուս քեզ, կտությանդ սիրո համար, որ բրգում ես անդադար, միշտ բաժարդում, հրաշքներ ես գադարում, չկա մեկը քեզ նման, Հիսուս, ամբողջ այս աշխարհում, ինչ մեծ ես դու, հրաշքներ ես գադարում, չկա մեկը քեզ նման, Դեր Հիսուս, ամբողջ այս աշխարհում, Այո, մեր դերը հրաշալի է, մեր կյանքերում մեջ եւ միջոցով։ Շնորհակալ ենք Լևոն եղբայր։ Աստծո խոսքեն պիտի գարտամ 5 դագարանեն
երրորդ քիրք թագավորած երկրորդ գլուխեն մեգեն երեք համարները յետքը հատված պիտի գարտամ երրորդ գլուխեն ուրեմն երրորդ թագավորած 2 մեգեն 3 ու երբ Դավիթի մեռնելու օրերը մոտեցան իր որդուն Սողոմոնի բադվեր տվավ ասելով ահա ես ամեն երկրի ջամփան գերտամ իսկ թուն ուժովցիր ու քաչասիրտ եղիր եւ կուդերաստուծույթ բահաբանությունը բահե որբեսի անոր ջամփաներու մեջ քալես ու անոր կանոնները բադվիրանքները թադաստանները ու վգայությունները բահես ինչպես Մովսեսի օրինաց քիրքի մեջ գրված է որբեսի ինչ որ ընես եւ ուր որ երեսը դարձնես հաջողություն գտնես երրորդ գլուխին 3:14 տալ պիտի գարտամ Եվ Սողոմոն դերը գսիրեր ու իր հորը Դավիթի կանոններով գքալեր միայն թե բարձր դեղերով վրա զոհ կմատուցաներ ու խունկ գծխեր Եվ թագավորը կապավոն կնած որբեսի հոն զոհ մատուցանե քանզի մեծ բարձր դեղը անիգա էր Սողոմոն այն սեղանին վրա 1000 ողջագեզ զոհեց ու կապավոնի մեջ դերը Սողոմոնի երևցավ քիշերվան երազով եւ ասված ըսավ Փան մխնդրե որ քեզի դամ ու Սողոմոն ըսավ Թունքու ծարայիդ իմ հորս Դավիթի մեծ ողորմություն ըրիր ինչպես անիգա քու արջևը ճշմարտությամբ արդարությամբ եւ ուղիղ սիրտով քեզի հետ քալեց ու անոր այս մեծ ողորմությունը բայեցիր ու իր աթորը նստող որդի մտվիր անոր ինչպես այսօր գերևնա եւ հիմա ով դեր ասվածիմ թունքու ծարատ իմ հորս Դավիթի դեղ թագավոր ըրիր բայց ես բզդիկ դղամն եմ ելնել ու մտնել չեմ գիտեր ու քու ծարատ քու ընդրած ժողովրդիդ մեջ է որ շադավոր անթիվ ու անհամար ժողովուրդ մնե ուստի քու ծարայիդ իմաստուն սիրտ դուր որբեսի քու ժողովուրդը թադե ու բարին ու չարը որոշե քանզի այս քու մեջ ժողովուրդը ով գրնա թադել եւ այս խոսքը այսինքն Սողոմոնի այս բանը խնդրելը դերոջ աչքերուն հաջո երևցավ եւ ասված անորսավ որովհետև այս բանը խնդրեցիր ու քեզի շատ օրեր չխնդրեցիր ու քեզի հարստություն չխնդրեցիր ու քու թշնամիներու հոգին չխնդրեցիր հաբա իրավունքը իմանալու իմաստություն խնդրեցիր ահա քու խոսքիդ բես ըրի ահա քեզի իմաստուն ու հանճարեղ սիրտ տվի այնպես որ քեզմի առաջ քեզի պես մեկը եղած չէ ու քեզմե յետ գնալ քու նմանդ պիտի չելլե Նաև քու չխնդրածը դալ քեզի դվի, թե հարստություն և թե փառք, այնպես որ քու կյանքիդ բոլոր օրերու մեջ, թագավորներու մեջ քեզի պես մեկը չգտնվի։ Եվ եթե իմ ջամփաներուս մեջ քալես, իմ հրամաններս ու պատվիրանքներս բահելով, ինչպես քու հայրը Դավիթ քալեց, այն ադեն քու օրերդ պիտի շատցնեմ։ Նույթս ընդրած եմ թասեր Սողոմոն իմաստուն են, գիտենք որ Սողոմոն իմաստուն մեկն էր, ինչպես որ գարտացինք։ Սողոմոնի կյանքն շատերու զարմացուցած է, ինչու և ինչպես հարցումներ հարաճացուցած է անոնց մտքի մեջ։ Սակայն երբ անոր կյանքը սերտենք, անոր արած որոշումները, փափակները, հետաբնթած նպատակները, իր ընտրությունները ամեն բան հստակ կլա և մենք պետք եղած թասերը կքաղենք։ Ինչ որ Ադամի հետ պատահեցավ, նույնը Սողոմոնի հետ պատահեցավ։ Մարմինի ցանկություններեն հրաբուրված ու խաբված
նպատակեն շեղեցավ։ Ատամ խաղաղ էր, ուրախ էր Աստծո ներկայությունով, սակայն չի կոհացավ։ Սողոմոն նույնպես փառքի մեջ էր, ամեն բան արադորեն գվայելեր, սակայն չկոհացավ։ Եթե գարտանք 11-րդ գլուխին 4-րդ համարը գսե Եվ Սողոմոնի ձերության ժամանակը անոր գիները անոր սիրտը օդար աստվածներու դարձուցին ու անոր սիրտը իր դեր Աստծուին հետ իր հորը Դավիթի սիրտին պես գադարյալ չէր։ Գարչ ագնարկ մտածենք Սողոմոնի անձի մասին։ Սողոմոն խաղաղասեր կնշանակե։ Սաղեն պարեն հարաճ ձակում արած է։ Պերսապեն ծնած երկրորդ որդին էր։ Մոտավորապես 1300 թվականին Քրիստոսի առաջ։ Նաթան մարգարեն զայն գոչեց Հեթիթիա, որ կնշանակե դերոջը սիրելին։ 18 տարեկին իր հորմեն թագավորություն արավ և սակայն միայն 40 տարի թագավորեց, մինչև 975 թվական։ Այս մարդը աշխարհակալ եղավ, անոր հզոր իշխանությունը կդարածվեր Եփրատեն մինչև Եգիպտոսի հեղեղատը Փալմիրա անաբադը մեջը ըլլալով։ Սողոմոնի թագավորության ժամանակ երկիր հարստացավ, շքեղ և հոյագապ դաջար շինեց, այսպես Դավիթի փախցանքը կատարեց։ Ուրիշ շատ կարևոր և հասարակած և նաև առանձին շենքեր շինեց։ Շահապեր գործեր ըրավ Դյուրոսի, Եգիպտոսի, Արաբիո, Հնդկաստանի և Բաբելոնի հետ։ Պարզապես քաղաքար գազմելու համար գարտանք այս գիրքին, երրորդ թագավորաց գիրքին, 10-րդ գլուխին 14-ին 15 համարները, լսեցեք։ Ու մեկ դարվա մեջ Սողոմոնի եկած ոսկին գշիրքը 666 դաղանդ ոսկի էր, արուդուր ընողներեն ու վաճառականներեն և արաբացված բոլոր թագավորներեն ու երկրի նախարարներեն արածեն զատ։ Գարտացեք երկրորդ մնացորդած 9-րդ գլուխը պիտի տեսնեք հոնալ։ 3000 արագներ խոսած է և երկեր շարադրած է։ Այս ալ նույն գիրքին երրորդ թագավորաց 4-րդ գլուխին 32-րդ համար և 32 գսե Եվ անիգա 3000 արագ խոսեցավ ու անոր շարադրած երկերը 1005 էին։ Եվ անիգա ձարաներուն վրա խոսեցավ Լիբանանի եղևինեն մինչև բադի վրա պուսող զոբան ու նաև անասուններուն վրա, թրջուններու վրա, սողուններուն վրա ու ցուգերու վրա խոսեցավ։ Եվ ամեն ժողովուրդներեն ու անոր իմաստության համբավը լսող երկրի բոլոր թագավորներեն Սողոմոնի իմաստությունը մտիկ ընելու գուքային։ Սողոմոն ամեն տեսակ ժամանակավոր հաջողություն վայելեց, սակայն 60 տարեկանին մեռավ։ Գիշեք Աստված ինչ ասած էր. Եթե իմ կանոններուս մեջ քալես, երկար օրեր պիտի ունենաս, բայց չքալեց։ Այս մարդն ինչպես բոլոր մարդիկ, թե լավ կողմեր և թե քեշ կողմեր ունեին։ Դժբախտաբար իր անձին վրա չաշխատեցավ, ինչպես քրիստոնյաներուն և քարոզիչներուն մեծամասնությունը իրենց վրա չեն աշխատիր, ուրիշներուն վրա կաշխատին։ Այս մարդը իր անձին վրա չաշխատեցավ, որպեսզի կարենար հաղթել իր ցանկություններուն։
Եվ հիմա դերոջը շնորհքով վեր առնենք այն գետերը, որոնք մեզի վերակրելի են։ Ինչ դասեր պետք է քաղենք, ինչ ճշմարտություններ սորվենք։ Եվ թրական գողմեն գուզեմ սկսել։ Առաջին, երբ թագավոր օծվեցավ եւ քահին դիրացավ, զգաց թե պետք է ուներ Աստուծո օգնության եւ անոր առաջնորդության։ Ինչ է մեզի եկած պատկանը։ Բարձրացավ, թագավոր եղավ, սակայն Աստուծո պետք է զգաց։ Մենք եթե քիչ մտեղ մահասնենք, ամեն բան գմորնանք։ Եկեղեցի, Սուրբ Գիրք կարդալ, մեր դրամատրությունը կփոխվի, մեր դիրքորոշումը կփոխվի, քրիստոնեական առաքինությունները մեկ կողմ կդրվի ու կդառնանք անձնաբաշտ եւ վստահաբար նաեւ հբարդ։ Մարդը քիչ մը բարձրանա, որքան կհբարդանա։ Մարդ արարածը հբարդանալու համար շատ բաներ չուզեր։ Չէ։ Շատ շուտով գուրի։ Հոս Սողոմոն բարձրացավ, սակայն Աստուծո պետք է զգաց։ Եվ փաստեց, թե Աստուծո օգնության պետք ունի, անոր համար առաջին գործը եղավ Քափավոն լերը երթալ ու Աստուծո զոհ մատուցանել, ինչպես որ գարտացինք։ Քափավոն լերան վրա էր Մովսեսի շինած խորանը։ Գարտացեք առաջին մնացորդած 21-րդ գլուխը։ Գարտացինք, որ հոս Սողոմոն դերը գսիրեր, իր հորը գանոններով գքալեր, Աստուծո փարիկները հիշող էր 6-րդ համար։ Ու Սողոմոն ըսավ, թունք ու ձարայիդ իմ հորս Դավիթի մեծ ողորմություն ըրիր, ինչպես անիգա քո առջև ճշմարտությամբ, արդարությամբ եւ ուղիղ սիրտով քալեց։ Սողոմոն ինք գեհիշե բայլած փարիկները իր հորը եւ նաեւ իր եւ կարեւորակույն բանը խնդրեց։ Ըսավ իմաստուն սիրտ կուզեմ, իմաստուն սիրտ։ Սողոմոնի սիրուն առջև Աստված շուտով պատասխանեց։ Աստուծո գամքն էր։ Երբ որ մենք դերը սիրելու գսկսենք եւ անոր կանոններու մեջ գկալենք, այնադեն դերը մեզալ պիտի օրհնե եւ մեր աղոթները պիտի պատասխանե։ Ինչու համար շատ մահավատացյալներ ու աղոթները չեն պատասխանվիր, որտեղ դերը վերջին դեղը թրված է, վերջին դեղը։ Աստծո խոսքը ցերկերին չեր արդեր։ Մա կարոզած ադենդ կքնանան ուրիշ հարց է ադիգա։ Հեչ կարևոր չէ, երբեք կարևոր չէ։ Ուրեմն մենք պետք է սիրենք եւ զայն ասված առաջին դեղը տասենք։ Աստծո բարիքները հիշենք, շնորհակալություն հայտնենք եւ իմաստություն խնդրենք։ Արաքյալը չսեր, եթե մեկը իմաստութենե բաքսած է, թող խնդրե, ասված արադորեն պիտի դա։ Եվ ասված երազով հայտնվեցավ։ Հինադեն երբ դագավին խոսքը կրված չէր, ասված երազներով գայտնվեր։ Փարաբոնին հայտնվեցավ Մովսես Հովսեփին, Նապուկոտոնոսոր թագավորին, Հովսեփի Մարիամին նշանածին, Զաքարիային, Եսայի մարգարեին երազներով հայտնվեցավ։ Երբեմն նույնիսկ դերը մարմին գարներ, անցապ կհայտնվեր։ Աշուշ երազներ կան, որ մեր մտքի երևակայություններու արդյունքն է։ Երազներ ալգան, որ սատանային կողմեն է։ Աստված սակայն այսօր իր խոսքին միջոցով կխոսի։ Այսօր եթե մեկը գուզես Աստված ճանչնալ, անոր գամքը հասկանալ, անոր միտքը հասկանալ, իր խոսքը պետք է գարտա։ Եթե դերը քեզալ հարցնե, բան բխնդրե, որ քեզի դամ։ Ինչ կխնդրես, անգեղծ եղիր։ Ինչ կխնդրես, հոս
իմաստություն խնդրեց։ Աստված հարցուց, որովհետև մարդուն ազատ կապ տված է եւ գագնգալ է, որ մարդը խոսի Աստուծո հետ, խնդրե եւ իմաստուն սիրտ խնդրեց։ Փնակիրը գսե լսող սիրտը խնդրեց, լսող սիրտ, Աստուծո ցայնը լսող, այս իմաստությունը Աստուծո ցայնը լսել են առաջ կուքա։ Մեծ բադասխանատվության առջև գտնվեր այս թագավորը Սողոմոն եւ իմաստություն խնդրեց։ Երանի թե մենք Աստուծո հաճելի բաներ խնդրենք, անոր հաճելի բաներ եւ Աստված պիտի տա։ Դարձյալ հոսքսե 9-րդ համարի մեջ հետաքրական է, ասիկա առաջնորդներ պետք է լավ լսեն, ագանչնին բանան։ Գսե ուստի քուզարայիդ իմաստուն սիրտ դուր, որբեսի քու ժողովուրդիդ, չսեր իմ ժողովուրդիս, քու ժողովուրդիդ։ Այսօր առաջնորդներ կան բռնագալներու պես, ասիկա իմ ժողովուրդս է, իմ ժողովուրդս է, վրան նին գթակավոր է, հոս Սողոմոն գսե քու ժողովուրդդ քու մենք բոյևե մեկու ոչ անհատական անցի ոչ ժողովրդի մը սեփականադերն ենք բայց այսօր առաջնորդներ կան սեփականադեր գսեբեն իրենց թիրքը գկործածեն եւ գներշնչվին այդ թիրքին միջոցով ոչ թե Սուրբ Հոգին իրենց թիրքին միջոցով եւ սեփականադեր կգարձեն ասի իմ ժողովուրդս է ես պիտի բահեմ ես մտիկ պիտենեք ինձի չորսեմ ինձ մե մտիկ պիտենեք պիտի հնազանդիկ ինձի հոս Սողոմոն գսե քու ժողովուրդդ քու իմս չէ ինձի իմաստություն դուր որպեսի կարենամ գարավարել ուրեմն Սողոմոն հասկացած էր որ Աստուծո ժողովրդին պիտի ծառայեր ու ոչ թե իր ժողովրդին ժողովրդին սեփականադերը եւ հոգի ունեցող էակիմը սեփականադերը Աստված է ու միայն Աստված է իսկ մենք ինչ ենք ծառաներ գծառայենք հետևաբար Աստուծո ծառան Աստուծո ժողովրդին գծառայե Աստուծո ուզածը ընելով ու ոչ թե ժողովրդին ուզածը եթե Աստծո ծառաները Աստուծո ուզածը ընեին եւ Աստուծո ըսածը փոխանցեին Աստուծո ժողովրդին վիճակը դարբեր բիդլար այսօր սակայն փոփոխական աշխարհի մեջ կապրիկ ամեն բան կփոխվի այնպես որ այսօր Աստուծո ծառաները գոչվողներ ժողովրդին ուզածը գնեն ժողովուրդը ինչ կուզե այդ գնե Հովի մղրգեցի մեզի, նայինք մեր ուզածը բիդնե, բիդի հավնինք իրեն, նայինք մեզի բիդի հնազանթի, եթե մեր ուզածին բես չէ գղրգենք գուն, հոն հասած է, ժողովուրդ, Աստուծո ծառան, Աստծո ժողովրդին գծառայե։ Ուրեմն փառք կուտանք սակայն որ դակավին կան մարդիկ որոնք պատրաստ են Աստուծո ուզածը ընելու դեսնեք Սողոմոնի դգար գոմերը Սողոմոն լավ սկսավ սկիզբը զոհեր մադուց դգար գոմերն ալ ունի անորամար որպես տաս սորվինք ինչ որ քրվեցավ գսե արաքյալը մեր սորվելուն համար քրվեցավ Եվ սատանան գրցավ օգտագործել եւ զինքը Աստծուցմե հերացուց սիրտը յուրաքանչյուրիս կրնանույնը բադահիլ այն պատճառները զոր պիտի տեսնենք որ Սողոմոն Աստծուցմե հերացուցին նույնն է ճիշտ նույնն է առաջին սխալ ընդրություն Փարավոնի աղջիկը իրեն գին արավ Հեթանոսը գրաբաշն գսե երորդ գլուխ առաջին համար եւ Սողոմոն
Եգիպտոսի փարավոն թագավորին հետ խնամություն ըրավ ու փարավոնի աղջիկը արավ ու զանիգա Դավիթի քաղաքը բերավ։ Հեթանոսի մտայնությունը հավատամքը կյանքը բոլորովին հագարակ էր եբրայեցիներին։ Աստված հստակ բադվեր դված է ժամանակ չունիմ գարտալու երկրորդ օրինաց 7-րդ գլուխը գարտացեք երբ Աստված փամը գսե բադվեր մուգուդա մեզի չարչարելու համար չի դար հաբա մեր օգուտին համար գուդա երկրորդը մեղքը բոլորովին չվերցուց սխալ ընդրություն դրավ եւ մեղքը բոլորովին չվերցուց եւ բարձր դեղերու վրա գտնվող աստարովթի քարշելի մեղքերու յետևե քնած գարտամ ցեզի 11-րդ գլխուն 5-րդ համարը գսե Եվ Սողոմոն սիտանացված աստուծույն աստարովթի յետևեն ու ամոնացված քարշելի մեղքոմին յետևեն քնած Եվ Սողոմոն դերոջը առջև չարություն ըրավ ու դերոջը յետևեն իր հորը Դավիթի պես գադարյալ սրտով չքնած Սամսոն գիշեք սխալ ընդրություն ըրավ Եվ Թալիլային սիրարվեցավ Թալիլային երբ որ դեսավ սիրտը մի քանի անգամ դուրս ելավ մտավ Օ ինչ քեղեցիկ է ինչ լավ է գրաբաշտ ինչ գործ ունիս Աստված պատվեր տված է դու ինչ գործ ունիս անոց հետ խնամություն միներ եւ արդյունքը Սամսոնի գիտեք աչքերը գուրցան եւ Բարձր դեղեր խոսքին շատ կանտբիկ 5 դագարանի մեջ Հեթանոսներուն սովորություններ բարձր դեղերու վրա ճաշտամունք եւ զոհ մատուցանել իրենց աստվածներուն Երկրորդ օրինաց քիրքի մեջ գգարտանք 12 1-3 Սուրբ քիրքի մեջ